Պուտինը ուզում է Տրամպի հետ հանդիպի, ակնհայտ է եւ դա չի թաքցնում։ Եվ շատ, սենց ասեմ, շատ վաղուց է դա։ Ինքը ուղղակի ուզում է հանդիպի, որպեսզի այդ միջազգային իզոլացիայից դուրս գա, բայց ինքը չի ուզում, որ խոսակցությունը գնա Ուկրաինայի վերաբերյալ։ Ինքը ուզում է Յալտա լինի, աշխարհը կիսեն իրանք։ Ինքը գնա, քարտեզը դնի, ասի, էս իմն է, էս քոնն է, որտեղ ըստ Պուտինի Ուկրաինան սուբյեկտություն չունի։ Այսինքն Պուտինի համար ինքը ինչ է ցույց տա, ինքը ասում է Ուկրաինա գոյություն չունի եւ շարունակում է պնդել։ Ինքը դրա համար է տարբեր տեսակի, ոնց որ ասում են բան, փող, ինչ-որ չգիտեմ Մեդինսկին ով է։ Ինքը շուտ համակարգել այն բանն է, կապիկն է, գալուզինը, որ մեր վրա ժամանակ առ ժամանակ հաչում է, Գերեուի ղեկավարն է, որը որ գնում է թոշակի, եթե ես չեմ սխալվում նոյեմբեր ամսից խոսում են, որ ինքը գնում է ու չի կարող գնա, չգիտեմ, խի այդ երևի այդ բաների հարցն է, տեղակալների կռիվն է, որ մեկին պետք է նստած, կամ կասկածում եմ, որ այնտեղ ինչպես եւ Շոյգուի ժամանակ հիշում եք Շոյգուին հանելուց հետո բոլոր բաներին սկսեցին ձերբակալել կոռուպցիոն գործերով, ենթադրում եմ, որ սրանը չեն թողում, որ մի հատ FSB-ն ստուգի սաղլափածա թե չէ։ Մյուսը ով մասնակցում է Ռուսաստանից դա բանն է, այն որ պարադեր ընդունում, դրան էլ են հանում հիմա, հանում են, ինքը գնում է Մեդվեդևի տեղակալ, այսինքն ինքը փոխնախարարը, պաշտպանության նախարարության հանում են, տանում են դեղ, այսինքն մուխը մարած օբլիգացիաների պատվիրակությունը, որը եկել է, ինչու, որովհետև Ռուսաստանի պետական ձևակերպում եւ մոտեցումը հետեւյալն է, Ուկրաինա գոյություն չունի որպես սուբյեկտ։ Ուկրաինան տարածք է, որտեղ կան ինչ-որ ահաբեկիչներ, որոնց ՆԱՏՕ-ն ֆինանսավորում է, որ իրանք կռվեն Ռուսաստանի դեմ։ Հիմա արդեն ՆԱՏՕ-ն չի, որտեղ տենց Ամերիկայի հետ պետք է բարիշել։ Հիմա Եվրոպան է։ Մակրոնն է, որը տերորիստ է, բաներ կանել է։ Հետևաբար ոչ մի զարմանալու բան չկա։ Ընդհակառակ թերթերը գրում են, որ ԶԼՄ-ները նաև ուկրաինական գրում են, որ Զելենսկին շատ երկար չէր պատրաստվում ոչ մեկին ուղարկել։ Ուղղակի որովհետև համարում էր սա անիմաստ, ամբողջությամբ համարում եմ այդ մտքից սա լրիվ անիմաստ է։ Սա ուղղակի այն է, որ Տրամպը մինչև մերձավոր արևել գնալ ասել էր, որ դուք անպայման պետք է համաձայնվեք գնաք, դե Զելենսկին է հասկացել, որ իմաստ չունի, եսի մեկ ասենք, որ իր ուզածով լինի կմոռանա, որ հանգարց իր ուզածով չանես, հիստերիկանում է, անգնում սա խառնում է իրար, դրա համար ինչ որ Ուկրաինայում կա որոշում, ասում է արեք ձենը կդրի մենակ։ Հիմա տենց տպավորություն, որ ամբողջ աշխարհը սպասում է եփս սրա 4 տարին բրցնելու կամ 26 թվականին, ասենք դեմոկրատները կոնե ստորին պալատը ներկայացների վերցնեն, որ այս գժանոցը վերջանա, որովհետև սա գժանոց է, մարդը գնում է ամերիկյան սահմանադրությունով արգելված է, որ երկրի նախագահան կամ որուցե պաշտոնյա արտաքին երկրից ինչ-որ նվեր ստանա։ Քաթարից ոսկի, ինքնաթիռ։ Ընդ որում հետո նստած նես չի, որ ասենք կասկածում ենք, որ չէ, կասկածում ախպեր նվեր են տալի, ոնց կարամ ես հրաժարվեմ։ Ես հիմար կլինեմ, եթե հրաժարվեմ, 400 միլիոնի նվեր են տալի։ Նայում ես ասում ես լավ։ Էլի սուտ խոսած, ասես 4 տրիլիոնի պայմանագիր եմ քնքես սուտ ասում, ընդդեմ ընդամենը ինչ որ գումարային կարող է 1.5 տրիլիոնի մասին է խոսքը գնում, բայց այդ գումարները ուրեմն ձգված են ժամանակի մեջ, դա Կատար, Միացյալ Արաբական Էմիրություններ, Սաուդներ։ Այս 3 երկրի հետ տնտեսական հարաբերությունները մոտավորապես 2 տրիլիոնի։ Մենք տենց առաջի հայացքից պետք է սենց անենք, ինչպես որ Տրամպի կողմնակիցներն են ասում, բայց իրականում խոսքը գնում է 10+ տարվա մասին, այսինքն դա տարեկան ոչ ավելի քան 100 միլիարդ է, եթե ամեն տարի դնեն, բայց մենք այտենց մի քանի բան անցել ենք, այտենց փուլ, այսինքն Տրամպին հեշտ է խաբել։ Դրա դիմաց ինչ ստացան արաբները, սա շատ հետաքրքիր է։ Արաբները դրա դիմաց ստացան նախտ, թույլտվություն, աշխատել ամերիկյան
հատուկ եւ նուրբ տեխնոլոգիաներով, այսինքն դա արհեստական բանականությունն է, դա բաներն են, միկրոէլեկտրոնիկան է, որը մեծ հաշվով միշտ արգելված է եղել եւ ստացան հնարավորություն գնել ամերիկյան զենքզինամթերք, որը որ ժամանակին չէին կարողանում գնել։ Սա ֆանտաստիկ կարևորության բան է, այսինքն հենց հիմա այդ երկրները կարող են, ասենք, artificial intelligence-ի ամերիկյան բաները ստանան Nvidia-ից եւ բանից միլիարդավոր կոնտրակտներ կնքեն, բերեն իրանց երկիր։ Իսկ Տրամպը շատ լավ, բայց շատ տենց բան աղի անեկդոտ կա, ասում են Աղդի եւ Նիսայի մասին, շատերը գիտեն, հա։ Այ հիմա նախտ արաբական երկրները ունեն ամերիկյան տեխնոլոգիաների թույլտվություն, իսկ Նիսա Տրամպը ունի 12 տարի հետո $2 տրիլիոն։ Այսինքն հիշացնեմ, որ ինքը հիմա 80 է, 12 տարի հետո ինքը 92 է, ու ինքը հաստատ նախագահ չի, ու դա ոչ մի բան է։ Այսինքն սա մաքուր պոնտ է։ Ինչն է ստեղ հետաքրքիր։ Բոլոր պայմանավորվածությունները վերջի 2 շաբաթվա ընթացքում, որը Տրամպը ձեռք է բերել, ձեռք են բերվել մեծ կարևոր սենց մի հատ մոտոյով, լոզունգով թքած ունենք Իսրայելի շահերի վրա։ Հութիների հետ պայմանավորվեցին առանց Իսրայելի հաշտբանը, Համասի հետ պայմանավորվեցին մեկ քաղաքացի կար Ամերիկայի եւ երկքաղաքացի էր Իսրայելի եւ ԱՄՆ-ի։ Դրան հետ ստացան, թքած ունեցան Իսրայելի կարծիքի վրա, ուղղակի վերցրեցին։ Արաբների հետ պայմանավորվեցին, ստեղ կարևորը որն է, իրանք ունեին ժամանակին ԱՄՆ-ն եւ Իսրայելը կնքած ռազմավարական պայմանագիր, համաձայն որի Ամերիկայի Միացյալ Նահանգները ապահովում էին, որպեսզի Իսրայելի բանակը առնվազն 2 արաբական երկրից, ցանկացած 2 գումարային ուժերից ավելի հզոր լինի։ Եթե իրանք հիմա տալիս են, հաստատ չտա հիմա 10-35 որ տվեցին սաուդներին, պրծավ Իսրայելը։ Ինքը այլևս նույնիսկ մեկը մեկի չի կարողանա կռվի։ Որտեւ ինքը տեխնոլոգիական տարաբերությունը որ կա, այդ Իրանը չի։ Իսրայելը կլիենտ է, client state է։ Ինքը սեփական ոչինչ չունի։ Այսինքն, բացի պոնտերից իհարկե եւ տենց ապլոմբից բոլոր մնացած, ասենք ջուրը բերում է Թուրքիայից, զենքզինամթերքը բերում է ԱՄՆ-ից, վերաբերմունքը ադմինիստրացիայի Տրամպի երևում է նրանից, որ 17% տարիֆը ինքը թողեց, ոնց մցրել էր Իսրայելի վրա եւ հաշվարկ ներկայացրել ոնց հասկացա այդ բանի համար։ Հոկտեմբերի 7-ից հետո ԱՄՆ-ի ներկայացված բաների օգնության, տրամադրված օգնության։ Այսինքն այնտեղ ահռելի գումարների մասին է խոսքը, մենակ այն ինչ որ մենք գիտեինք բաց առաջի մի քանի ամսվա մեջ $48 միլիարդ գերազանցել է։ Հիշեցնեմ, որ 23 թվականին, այսինքն սա արդեն երկրորդ տարին է գնում, որ այս գործողությունները անցնեն, 6 ամսվա մեջ 40 քանի միլիարդ $, հասկանում եք ինչ թվերի մասին է խոսքը։ Իսրայելը հիմա որ քանդես բաներով, պատուտակների սենց փուճուրիկ վաճառես, այդքան գումար չի դուրս գա։ Այսինքն Իսրայելը այդքան չարժի, ամեն ինչով իրա, չարժի այդքան։ Չունես Իսրայելում ոչինչ որ վաճառես, որ ստանաս այդ $200 միլիարդ, որ ԱՄՆ-ն իր վրա ծախսել է։ Դրա համար ակնհայտ է, որ որքան էլ որ ընդ լոբինգ կա, որ մենք այո Իսրայելին սիրում ենք, բայց ի վերջո, եթե ադմինիստրացիան ասում որ մենք փողն ենք, հիմա ասենք մագա ակտիվիստները արդեն հակաիսրայելական թեմա են տանում, որովհետև դե հասկանում են, որ իհարկե մենք կարող ենք, իրանք չեն հայտարարում, բայց ներսում գիտեն ինչ է կատարվում։ Ասենք դու փող ես էկոնոմիա անում, բայց այդ փողը այստեղ մի հատ sense բան է, ծակ է, ու այդ ծակի շուտ ձեռա մտնում ու փողը տանում, ինչ անում, ոչ մեկ չգիտի։ Կարծում եք, որ Իսրայելի ուղղությամբ ինչ որ Նետանյահուի, այո, Նետանյահուն ուներ ահավոր խնդիրներ Բայդենի հետ, շուտով ունենալու է ահավոր խնդիրներ Տրամպ արդեն ունի։ Ինքը արդեն ունի պրոբլեմ Եվրամիությունից, մեծ հաշվով վերջերս աչքովս ընկավ մի նորություն, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան համատեղ կոնսուլտացիաներ են սկսել, որպեսզի ճանաչեն Պաղեստինը որպես պետություն։ Դե Հայաստանը արդեն ճանաչել է, դե հիմա բան չի։ Հա, սենց խնդիրը գալիս է այդ երկու պետության գաղափար։ Ընդ որում ասեմ, խոսքը Իսրայելի մասին չի, մեծ հաշվով, խոսքը Նետանյահուի մասին է եւ հա, այդ իր կողքի կանգնած մի քիչ գիժ
Դե չէ, Իսրայելն էլ ինչ որ խնդիրներ կարող է ունենալ, Տեսեք, երկու պետություն, որ պատասխանատու է այլ ամենայն։ Երկու պետություն, որ ստեղծեցին, եթե ստեղծվեց այն պայմաններով, որով որ պետքա լիներ, հա, այսինքն այդ հրեական նորաստեղծ բնակավայրերը զավթած, եթե հանեն եւ բերեն Իսրայելի տարածք այդ մարդկանց, կզարգանա։ Եթե այդ նորաստեղծները թողեն օրինակ արևմտյան ափին, Հորդանանի, եւ սկսեն այդտեղ պարտիզանական շարժում, Իսրայելը կոչնչանա շատ արագ։ Ես էլ եմ ասում, եթե ինչ որ մեկը ուզում է հասկանա, թե ինչպիսի բախտ է սպասում Իսրայելին անկախ ամեն ինչից, վերցրեք, նայեք Երուսաղեմի թագավորության խաչակրած առաջի արշավանքից հետո ստեղծված Երուսաղեմի թագավորության պատմությունը։ Իսրայելի վերջը դա է։ Որովհետև Իսրայելի այսօրվա բնակչությունը իրական հրեականը տեղի բնակչության հետ շատ քիչ կապ ունի, շատ քիչ աղերս ունի։ Դրանք հիմնականում ռուսական կայսրությունից եւ հետո ԽՍՀՄ-ից գնացած մարդիկ են, որոնք այդ տարածաշրջանում ոչ թե օտար են։ Այդ տարածաշրջանում իրանք թշնամական են, ոնց ասենք ինչ որ մի սուրբան, որ մարմնի մեջ մտնում, թարախակալում է կողքը։ Իրանք իրանց տենց են պահում։ Իրանց տենց են պահում, որովհետև դու եկել ես, դու չես կարող էթնիկ զտում անես։ Այդ իրենք պաշտոնապես ասում են, որ մենք պետք է էթնիկ զտում անենք, ու ոչ թե Նետանյահուի մակարդակով։ Նայում եք ռուսերեն գրող բլոգերը Իսրայելում բանում, իրանք առանց բանի, ասում հա դե պետք է վառենք, թափենք, շպրտենք սրանց դուրս։